Տեսնենք քանի մարդ ճիշտ կկռահի 3 սերմերից որը առաջինը կծլի։ Միաժամանակ ցանում եմ 3 սերմեր՝ չերի լոլիկ, ելակ եւ կծու պղպեղ։ Ինձ միշտ հետաքրքիր է եղել արդյոք ես կարողանամ տան պայմաններում աճեցնել բանջարեղեն ու հասկացա ճիշտ ժամանակն է փորձելու։ Մինչ կսկսենք ցանելու ընթացքը, նշեմ, որ սա իմ առաջին վիդեոն է YouTube-ում ու կխնդրեմ ինձ ոգևորելու համար, մոտիվացնելու համար բաժանորդագրվեք, լայքեք ու մեկնաբանությունում կիսվեք ձեր կարծիքով։ Ովքեր ինձ չեն ճանաչում, ասեմ, որ ես Սոֆիան եմ, lifestyle food blogger Instagram-ում, ունեմ 28000+ հետևորդ Instagram-յան հարթակում ու որոշեցի սկսել բլոգ նաև YouTube-յան հարթակում։ Դե ինչ սկսեցինք, ես խանութից գնել եմ այսպիսի միքս հող, որ տվեցին այս տարբերակը եւ այսպիսի 3 գեղեցիկ ծաղկամաներ։ Սկզբի համար հողերը լցնենք ծաղկամաների մեջ։ Դեք այս ծաղկամաները ինչն է լավ, որ իրենք արդեն ունեն անցքեր իրենց ներքևի հատվածում, կնպաստի, որ ավելի լավ կշնչի մեր բանջարեղենը եւ ավելի շուտ կսկսեն աճել։ Եկեք սկսենք ցանել կծու պղպեղից, նախ ես շատ եմ սիրում կծու պղպեղ, գործել ինքը շատ սիրուն տեսք է ապահովել, սենց փոքրիկ ու պատկերացրեք, որ ինքը աճի ինչքան սիրուն ֆոն է ապահովելու, ռիլերը որ նկարեմ, երկուսում մեկում համ սիրուն տեսք կունենանք, համ էլ կօգտագործենք բաղադրատոմսեր, բայց ես շատ էի պատկերացնում, բայց մի քանի հատ է ներսում, հուսանք կաճեք։ Ներսում ունենք 7 սերմ, սկսենք ցանել։ Փաստորեն 7 հատն էլ էր շատ։ Ես այսպես անցքեր բացեցի 5 հատ, ավելացրեցի մեր սերմերը ու հիմա պետքա հողով փակեմ։ Փակեցի, սա 1 ու պետքա ջրենք։ Ես պատրաստված եմ, այո։ Անցնում ենք լոլիկին, նույն կերպ ցանում ենք։ Հետաքրքիր լոլիկն էլ այդքան քիչ է։ Հա։ Այդտեղ 7 հատը լոլիկն է, հաշվով են դրել շալատները։ Որ հետաքրքիր ասեմ, շուկայից եմ վերցրել յուրաքանչյուր սերմ 350 արժեր։ Եմ 5 հատ փոսիկ մոտ էլի մի սանտի, 2 սանտի սահմաններում։ Ճոպ։ Դժվար է երևալ, որովհետև հողի մեջ այսպես իրանման քարիկներ կան ու դժվար է տարբերել, բայց ես 5 տաղով ցանել եմ։ Նույն կերպ փակում ենք փոսիկները։ Կրկին ցողում ենք ջուր։ Ելակի սերմերը ինչ հետաքրքիր են, շատ մանր են։ Վաու, առաջին անգամ եմ ելակի սերմ տեսնում, շատ լավն է։ Տարբերություն լոլիկի ու պղպեղի, իրեն խորությամբ չենք ցանելու, ուղղակի այսպես շարելու ենք վրան։ Իթե։ Օ-օ։ Դժվար է կառավարել այս պուճուրիկներին, չգիտեմ ուր գնացին։ Կեսը մնաց զռնոցների վրա, չեմ տեսնում արդեն։ Դե ինչ մեր առաջին փուլը հաջողությամբ ավարտեցինք, ցանեցինք, հաջորդը կկիսվեմ ուղիղ 1 շաբաթից, տեսնենք որն է աճել, որը չի աճել, այնպես որ բաժանորդագրվեք, որ միասին հետևենք այս հրաշքների ընթացքին, տեսնենք ինչ կդառնա, բացի այդ մեկնաբանություններում կիսվեք ձեր կարծիքով, արդյոք դուք փորձել եք, ձեզ մոտ ստացվել է, չի ստացվել, խորհուրդներով կիսվեք, անպայման բոլորիդ մեկնաբանությունները կարդալու եմ։